Շարունակենք մեր ընթացքը սիրելիներ, մեզ է միացել կարևոր ծրագրով եւ բացահայտումներով Տաթև Կարապետյանը, ով հանդիսանում է Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի մարդկային ռեսուրսների եւ մշակույթի բաժնի ղեկավար։ Եվ այո, հավաքագրման առաջին վաղ փուլը անցել է եւ եղել է 300-ից ավելի դիմորդ։ Դե հիմա պատմեք, թե ինչպես անցավ փուլը։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար եւ գալով այդ վաղ հավաքագրման փուլին մենք արդեն երկրորդ տարին է ամռանը այդպես կարճ ընթացքով բացում ենք հայտադիմումները, քանի որ ծրագրով հետաքրքրված մարդիկ շատ են եւ իրենք վաղ են ուզում դիմել եւ վաղ դիմելու դեպքում ունենում են որոշակի առավելություններ, հատկապես այն մասնագիտությունների ուղղությամբ, որոնց թափուր հաստիկները ավելի շուտ են համալրվում, խոսքը հումանիտար Այո, հումանիտար թևի առարկաների մասին է։ Մասին է խոսքը գնում, հումանիտար։ Ավելի քան 10-ամյա պատմություն ունի արդեն այս ծրագիրը եւ այստեղ հետաքրքիր մի արտահայտություն կա՝ ուսուցիչ առաջնորդ։ Երկու փուլով, եկեք նախ հասկանանք ինչ է կատարվել այս 10 տարիների ընթացքում եւ ով է ու ինչ է իրենից ներկայացում, ինչ կարեւոր առաքելություն ունի ուսուցիչ առաջնորդը, քանզի մենք գիտենք մանկավարժի եւ ուսուցչի կարեւորությունը մեր կյանքում, բայց ուսուցիչ առաջնորդ շատ հետաքրքիր ու կարեւոր է հնչում, խնդրեմ։ Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար։ 10 տարի առաջ, երբ հիմնադրամը ստեղծվում էր, մի շատ կարևոր տեսլականի եւ առաքելության շուրջ էր ստեղծվում, որ Հայաստանում յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա ստանալու գերազանց կրթություն, անկախ նրանից թե որտեղ էինք ապրում, մայրաքաղաքից, մարզկենտրոններից որքանով է հեռու եւ ինչ սոցիալ-տնտեսական պայմաններում է ապրում։ 10 տարի առաջ մեր ծրագրին միացան առաջին 14 համարձակ ուսուցիչ առաջնորդները, ովքեր տեղակայվեցին Հայաստանի տարբեր շրջաններում, հիմա իրենց թիվը շուրջ 120-ն է, եւ հենց նույնիսկ ձևավորման ընթացքում մեզ շատ հաճախ ասում են դուք ամեն ինչ կգտնեք, ռեսուրսներ, հնարավորություններ եւ այլն, բայց չեք գտնի այն մարդկանց, ովքեր կուզեն ու կհամաձայնեն 2 տարի տեղափոխվել։ Ոչ միայն դառնալ ուսուցիչ առաջնորդ, մեր ծրագրի առանձնահատկությունը նաեւ այն է, որ իրենք տեղափոխվում են 2 տարով գյուղական համայնքներ, ապրում են այդտեղ եւ դասավանդում են հանրակրթական դպրոցներում։ Ուստի մեզ ասում են դուք չեք գտնի այդ մարդկանց։ Թվում է թե բարդ է, այո, իրականում թվում է բոլորիս, որ դա շատ բարդ կլինի գտնելը, բայց արի ու տես, որ այսօր ունեք 120 Այո, մենք այս պահին դասավանդող 120 ուսուցիչ ունենք, շուրջ նույնքան դպրոցներում դասավանդող եւ շրջանավարտների համայնքը, փաստորեն արդեն 10 տարի է գործում ենք, շրջանավարտների համայնքը 450 եւ ավել անդամ ունի եւ այդ մարդկանց մոտ 60%-ը շարունակում է գործունեությունը կրթության ոլորտում, կրթության նաեւ կառավարմամբ է զբաղվում, 30%-ից ավելին տնօրեններ են, փոխտնօրեններ են եւ մի կարեւոր առանձնահատկություն, որ ծրագիրն ունի, դեռևս 10 տարի առաջ ստեղծվելիս, որ մենք աշխատում ենք համակարգի ներսում։ Այսինքն շատ կրթական ծրագրեր կան, որոնք էլի շատ կարևոր են, բայց արտադասարանային ձևաչափով են աշխատում։ Ծրագիրը հենց ստեղծման պահից աշխատել է համակարգի մեջ։ Մեր ուսուցիչ առաջնորդները գործուղվում են հանրակրթական դպրոցներ եւ համարվում են այդ դպրոցների աշխատակից, ստացվում է մենք փորձում ենք օգնել համակարգին վերափոխվել հենց համակարգի ներսից։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է։ Քիչ առաջ Լուսինը նշեց, որ ծրագրին միանալու ցանկություն է հայտնել ավելի քան 300 դիմորդ, սա վաղ հավաքագրման փուլն է։ Բայց նաև մեր հյուրը նշեց, որ սա երկրորդ տարին է, որ նման կերպ եք իրականացնում վաղ հավաքագրման փուլը։ Հետաքրքիր է, եթե համեմատենք անցած տարվա հետ։ Շատ են դիմորդները այս տարի։ Հետաքրքրությունը աճում է եւ դա էլ մի հետաքրքիր հանգամանք է, որ տարածված է շատ տպավորություն, որ հետաքրքիր չի դասավանդումը, երիտասարդները չեն ցանկանում ուսուցչությամբ զբաղվել, մեր ծրագիրը գալիս է ապացուցելու հակառակը եւ նաեւ ցույց է տալիս դասավանդման գրավիչ կողմերը։ Ինչ ենք մենք մեր ուսուցիչներին անվանում ուսուցիչ առաջնորդներ, որովհետեւ համոզված ենք, որ դասավանդումը դա առաջնորդության մասին է։ Առաջնորդություն դասարանում, առաջնորդություն համայնքում եւ երբ որ մենք գործուղում ենք ուսուցիչների, իրենք շատ կարեւոր գործունեություն են կատարում ամբողջ համայնքի, այսինքն աշխատում են ամբողջ համայնքի հետ, դասարանից դուրս արտադասարանական խմբակներ, շատ կարեւորում ենք ծնողների ներգրավումը համայնքային կյանքին, դպրոցական կյանքին եւ այս տարիների ընթացքում շուրջ 600 ավել աշակերտական նախագծային ծրագրեր են իրականացրել ու հենց այդ կարևոր բաղադրիչը, որի մասին խոսի, որ երիտասարդները տեղափոխում են գյուղական համայնքներ, փաստացի այս պայն չեմ կարողանում մտաբերել ինչ որ երկրորդ ծրագիր, որը ասում է
գնա գյուղ, այնտեղ դու օգտագործիր քո ներուժը, ավելի շատ հակառակն է, ավելի շատ հակառակ բանն է, համայնքներից ներհոսք դեպի մարզկենտրոններ, Երևան, մեզ մոտ հակառակն է եւ փաստացի դա հետաքրքրում է իսկապես ուսանողներին ու երբ որ հաճախ խոսում ենք ծրագրի ներազդեցության մասին, բաց է մնում հենց ուսուցիչը իր կյանքում ինչ ազդեցություն է ունենում ծրագիրը, որտեղ առաջինը դա իր ինքնաբացահայտման ճանապարհն է, որից հետո արդեն աշակերտների, համայնքի ներուժը։ Ես այստեղ մի հատ կավելացնեի առաջնորդություն երեխայի կյանքում, որովհետև ուսուցիչը իսկապես առաջնորդում է երեխային երկար տարիներ։ Հոգեբանորեն որոշ իմաստով մենք կարողացանք բարձել այս ամենը, բայց հիմա խոսենք արդեն հաջորդ փուլի մասին, նախ ինչ է սպասվում այն 300 դիմորդներին, ովքեր առաջին փուլով հայտարարագրվել են, եւ հաջորդիվ երկրորդ փուլում, որը մեկնարկում է այսօր հոկտեմբերի 6-ին, այո, ինչ է սպասվում նոր դիմորդներին, նաեւ այս փուլում։ Ինչ առավելություններ ունեն այն 300-ը, որ ամռանը հավաքագրվել են։ Այն 300-ն ունեն այն առավելությունը, որ շատ վաղ իմանում են, որ իրենք արդեն հաղթահարել են ընտրության փուլերը, խոսքը արդեն հավաքագրման այս շրջանի մասին է, երբ որ հաջորդ սեպտեմբերին պետք է մուտք գործեն ուսուցիչները, դպրոցներ, ըստ էության սա մեր արդեն 12-րդ սերունդն է եւ ամեն տարի այս փուլում տենց նույն ձևով մենք հուզվում ենք, երբ որ արդեն փաստացի ամեն տարի թվում է թե ինքը կրկնվող բան է, բայց այդպես չի։ Վաղ հավաքագրման մասնակիցներն անցնում են ընտրության տարբեր փուլերով, պիտի նշեմ, որ մեզ ամեն տարի 1000-ից ավել մարդիկ են դիմում, երիտասարդ մասնագետներ, ուսանողներ, նորավարտ ուսանողներ, իրանց մինչև 7%-ն է ընտրության բոլոր փուլերը հաղթահարում, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ եւ այո առաջնորդական կոմպետենցիաներով հարուստ մարդիկ ներգրավենք ծրագիր եւ իրենք ակադեմիական մեծ գիտելիքներ ունենան, քանի որ դասավանդելու են հանրակրթական դպրոցներում։ Հիմա այդ 300-ը երբ որ կանցնի այդ փուլերով, մենք այսօր բացում ենք արդեն հիմնական հայտադիմումները, որը կտևի մինչև մարտի վերջ, եւ ըստ էության այս երկու փուլով կհավաքագրվի մեր 12-րդ սերունդը, մինչև 55 ուսուցիչ առաջնորդ, ովքեր արդեն կգործողվեն նոր մարզային դպրոցներ։ Իսկ ինչ աջակցություն է տրամադրվում ուսուցիչներին ձեր թիմին միանալուց հետո։ Սա էլ է շատ կարևոր։ Այո, շատ կարևոր հարց է։ Փուլային առավելությունները հասկացանք, բայց արդեն ընտրվել են ինչ առավելություններ ունեն արդեն այս թիմին եւ այո, միանում է թիմին եւ անցնում է շատ մեծ մասնագիտական ու առաջնորդական շրջան, ինքնազարգացման շրջան։ Երկու տարվա ընթացքում մեր ուսուցիչների հետ 24/7 ռեժիմով աշխատում են մենթորներ, իրենք տարբեր կրթական համաժողովներ են ունենում երկու տարվա ընթացքում, ինքնաուսուցման մոդուլներ, այսինքն մենք ասում ենք եկեք, զարգացեք, խորացրեք ձեր մասնագիտության մեջ, իրենց մենք տրամադրում ենք մեր ակադեմիայի վերջում 30 կրեդիտ, մանկավարժական կրեդիտների մասն է խոսքը, որը թույլ է տալիս դասավանդել դպրոցում ծրագրից հետո էլ եւ ըստ էության իրենց երկրորդ մասնագիտության հնարավորություն է տալիս ու սա վերաբերում է նաեւ ոչ մանկավարժ ծրագրին շատ կարևոր է նշել, որ դիմելիս պարտադիր չի լինել մանկավարժ, պարտադիր է ունենալ բակալավրի կրթություն, որոշակի առարկայական կրեդիտների քանակ, որը արդեն կարգն է սահմանում, թե ինչ դեպքերում է կարելի դասավանդել։ Մենք տրամադրում ենք այդ աջակցությունը, մանկավարժական հմտություններով զինում ենք, երկու տարվա ընթացքում անընդհատ իրենց մասնագիտական եւ առաջնորդական կարողությունների վրա ենք աշխատում եւ նաեւ հավելյալ դրամական աջակցություն ենք տրամադրում, որպեսզի դպրոցի աշխատավարձին հավելյալ այդ օգնի իրենց այդ տեղափոխման, կեցության եւ մնացած այլ ծախսերը հոգալիս։ Այ հիմա հնչեցնում եք կետեր, որ ես կարող էի տրամաբանել ու մտածել, որ դրանք ընտրական կարգին են վերաբերում եւ այդ ամենը հաշվի առնելով դուք ընտրում եք դիմորդներից լավագույններին, ովքեր պետք է ձեզ հետ արդեն անցնեն ճանապարհ, բայց կարծես այս ամենը վերաբերում է արդեն ընտրված դիմորդներին, այ հետաքրքիր է ընտրական ձևաչափը ինչպես է ձեզ մոտ տեղի ունենում, ովքեր են ընտրվում ի վերջո, ինչն է հաշվի առնում ամենակարևորը։ Եվ ով է ընտրում։ Ընտրումը մեծ հավաքագրման եւ ընտրության թիմն է աշխատում տեխնացուների հետ։ Ընտրության մի քանի փուլեր ունենք, հարցազրույց, որից հետո շատ կարեւոր է ակադեմիական թեստավորումը։ Մենք այս ընթացքում շատ սինխրոնացում ենք նաեւ մեր գործունեությունը պետական քաղաքականության հետ եւ ինչպես գիտեք, կամավոր ատեստավորումն է ներդրվել դպրոցներում որպես ուսուցիչների մասնագիտական գիտելիքների չափման գործիք եւ մենք նաեւ այդ նմուշ թեստերով չափում ենք իրենց առարկայական գիտելիքները եւ նաեւ մեր ուսուցիչները
բնակիչների բոլորի առաջ դրված է այդ խնդիրը եւ նպատակը, դրա համար մենք նաեւ առարկայական աջակցություն ենք տրամադրում, որպեսզի երկրորդ տարում իրենց շրջանի գործունեության իրենք հանձնեն կամավոր ատեստավորումը եւ ելի ծրագիրը կարեւոր խնդիր ունի, որ ավարտող մարդկանց առնվազն մի մասը շարունակի մնալ ոլորտում եւ շարունակի մնալ դասավանդել, ու ըստ էության մենք այդտեղ բավականին հետաքրքիր հաջողություններ ունենք, այդ թվում նաեւ որ ծրագիրը ավարտելուց հետո մարդիկ շարունակում են մնալ ապրել այդ համայնքներում, որոնց հետ ի սկզբանե առնչություն չեն ունեցել մինչև ծրագիր։ Սիրահարվում են համայնքին, մասնագիտության եւ շարունակում են դասավանդել։ Հնչում է դիմորդ բառը միանգամից առաջին տպավորությունը երիտասարդ սերնդի ներկայացուցիչն է, չէ՞ գալիս աչքիդ առաջ, բայց այս դեպքում ունենք ավագ սերնդի դիմորդներ, ովքեր փորձում են քայլել ժամանակին համահունչ եւ ռիթմի հետ միասին։ Այո, որպես այդպեսին տարիքային սահմանափակում չունենք, կենսաթոշակային տարիքից 2 տարի ցածր տարիքի մարդիկ կարող են դիմել եւ ինքը ասենց երկու շատ լավ հնարավորություն է տալիս նորավարտ ուսանողներին հնարավորություն է տալիս կայանալու, փորձելու ինքնաբացահայտման եւ արդեն միջին կամ ավագ սերնդի մարդկանց նոր մասնագիտություն ձեռք բերելու, որտեվ շատ հաճախ օրինակ երբ մարդը 10 տարուց ավել մի մասնագիտության մեջ է, ինքը ինչ-որ վերաիմաստավորման կարիք ունի եւ որ մասնագիտությունն է հենց ամենից շատ այդ վերաիմաստավորումը եւ ոնց որ իմաստը հաղորդում դասավանդումը։ Հավաքագրման երկրորդ փուլը բաց է այսօր, ինչպես ձեզ գտնեն սոցհարթակներում եւ ինչպես դիմեն։ Դասավանդիր հանուն Հայաստանի teach4armenia.org կայքում կարող են մտնել հենց աչվերևի անկյունում իրենց կդիմավորի դիմիր կոճակը եւ հայտադիմումը լրացնելուց հետո մեր հավաքագրման մասնագետները հետադարձ կապ են հաստատում, բոլոր մանրամասները ներկայացնում են, այդպես բավական երկար ճանապարհ են անցնում, քանի որ ինքը բարդ եւ կարեւոր ընտրություն է, որովհետեւ վստահ լինեն, որ այո, իրենք այդ ճանապարհը ճիշտ ընտրել են, որից հետո արդեն հաջորդվում է ընտրության փուլերը, ինչպես ներկայացրեցի։ Մեզ մնում է հերոստատիտողին միայն ասել, որ պետք է հետևել ձեր գործունեությանը, որպեսզի նոր էջեր բացեն իրենց գործունեության մեջ։ Շնորհակալություն, որ առավոտը կիսեցիք մեզ հետ, Տաթև Կարապետյանն էր մեր տաղավարում, սիրելիներ, օրը երկուշաբթի է, հոկտեմբերի 6, աշխատանքային շաբաթը սկսված է, էստաֆետը փոխանցենք մեր լրահոսի գործընկերներին, լինենք տեղեկացված, հետո ես եւ Լուսինեն կվերադառնանք։ Կշարունակենք առավոտ լսոյի մեր ուղիղ եթերը եւ ունենք շատ հետաքրքիր թեմաներ դեռ քննարկելու եւ ներկայացնելու։ Համեցեք։